Գտնում ենք red flag-երն ու գնում date-ի կամ գտնում ենք կարմիր դրոշակներն ու գնում ժամադրության։ Դուք միացել եք 3 ավելորդները ժամադրություն շոուին։ Զարա, այսօրվա մեր հյուրը շատ հետաքրքիր է իր հետ լինելու, որովհետև շատ պրոֆեսիոնալ մակարդակի այսօր մեր զրույցը լինելու ու ինձ հետաքրքիր է ոնց է անցնելու, դրա համար արի միանգամից դիմավորենք մեր հյուրին։ Համաձայն եմ, Մարիամ Մեհրաբյանն է մեր հյուրը, հոգեբան։ Մարիամը այսօր վստահաբար Մարիամ կարող եք միանալ մեզ, իր մասնագիտական արդեն խորհուրդներով մեզ շատ կօգնի։ Բարի երեկո, գեղեցիկ։ Բարի երեկո, մեզ շատ էին մեկնաբանություններում գրում, որ հոգեբան հրավիրենք։ Նախ շատ գեղեցիկ եք, Մարիամ։ Իմիջիայլոց մենք երեկով այսօր շատ գեղեցիկ աղջիկներով եւ կանոնցով մենք նույն vibe-ի մեջ ենք, նույն նույն տրամադրության ալիքի վրա ենք։ մեջ ենք եւ այս դրական էմոցիոնալ ալիքը փոխանցելու ենք մեր երիտասարդներին։ Այո։ Նախաձեռնությունը հրաշալի է, ես հասցրել եմ հետևել, հիանալ, նշումներ անել, շատ կարևոր փաստ արձանագրենք, որովհետև հենց այսպիսի կենթանի հաղորդակցությունից է ծնվում գիտությունը։ Գիտությունը վերևից չի իջնում եւ պետք է անպայման բոլոր մանրամասներին լինել ուշադիր օրինաչափություններ դուրս բերելու համար։ Իսկ մեր երիտասարդները նաև ձեր օգնությամբ, իսկ մի շատ կարևոր խումբ մարդիկ ապագայում շատ ճիշտ ընտրություն են անելու, որովհետև եթե այստեղ զույգերին նայում են, իրենց ընտրության մեջ կարողանում են տարբեր հարցերի պատասխանել։ Բայց ես մի բան ասեմ, օրինակ, մի հատ այս ասեմ արագ եւ վերջացնենք սուտքանի առիթ է։ Ես ինքս շատ մեծ տրավմա ունեմ ինձ թվում է, ես ահավոր չեմ կարողանում այն մարդով ում ես դուր եմ գալիս, իր այդ հանդիպման գնամ։ Ինձ ավելի հետաքրքիր է այն մարդիկ, ում ուշադրության կենտրոնում ես չկամ, դա տրավմա է։ Մի րոպե, կնեք, չհասկացա։ Եթե ես հասկանալ ժամադրության մարդու հետ, որին դու ես ժամադրության մի անգամ եմ գնացել, ես երբեք ընկեր չեմ ունեցել, հարաբերություններ չեմ ունեցել, բայց նին արի 29 տարեկան այս ամենտեղ չեմ, բայց մի հատ բան ասեմ, զուտ բացատրեմ, օրինակ երբ որ ես հասկանում եմ, որ դիմացինը ինձ համակրում է, իմ մոտ մի անգամից լարվածություն է սկսել, ես ահավոր չեմ ուզում այդ մարդու հետ շփվեմ, բայց երբ որ ես տեսնեմ, որ մեկի ուշադրության կենտրոնում չեմ, Անենց հետաքրքիր է ինձ մարդը, մինչև այն պահը, երբ որ ես իր ուշադրությունը գրավում եմ։ Դա տրավմա է, խնդրում եմ ասեք, այո, անցնենք առաջ։ Մի փոքր Նինայի ժեստերին ուշադրություն դարձենք, դա տրավմա է։ Ես այս պահին սադրանքի չեմ ենթարկվի եւ կասեմ ոչ սիրելիս, դա տրավմատիկ իրադարձություն չէ ձեր կյանքում, ահա, շնչեցինք, եւ եթե այս պահին ակտուալ լիներ արքունական կյանքը, դուք շատ հաջողությամբ կլինեիք թագի կրողը, որովհետև սա նաև կանացի այն արխետիպն է, երբ դու ես ընտրում, ոչ թե քեզ են ընտրում։ Ես ապշած եմ։ Խնդրեմ վայելեք ձեր ապշանքը լավ հույզ է, բայց լավ է, այսինքն լավ է, որ ես եմ որոշում։ Տեսեք, մենք հոգեբանության մեջ լավ, վատ, սառը, տա, գեղեցիկ, տգեղ չենք քննարկում, մենք քննարկում ենք փաստը։ Անպատասխան է եղել, դա դժվար է։ Բայց այդ անպատասխան սիրո հետևանքը ձեր անձի վրա որքանով հասցրել եմ ճանաչել, լավագույն ելքն է։ Այո, ես հիմա ուժեղ եւ կայացած աղջիկ եմ։ Եվ նաև խորաթափանցեք հարաբերությունների մեջ։ Հիմա առաջարկում եմ Նինայի անձնական թերապիայից անցում կատարել։ Ես մի օր հյուր եմ գալու 3 ավելորդը։ Անվճար հիմունքներով թերապիայից անցում կատարենք եւ արդեն ժամանակն է ծանոթանալու մեր տեխնացուների, մասնակիցների, հերոսների հետ գնացինք։ Մեր հերոսուին այստեղ է եւ Գայանեի բախտը բերել է նրանով, որ Մարիամն է մեր հյուրը, այսինքն կարելի ասել անվճար կոնսուլտացիա կարող եք ունենալ։ Հարաբերությունների հոգեբանական կոնսուլտացիա։ Բայց մինչ այդ առաջարկում Գայանե ջան, ավելի մանրամասն ծանոթանանք, սովորում եք, աշխատում եք։ Այս բանը չեմ սովորում, աշխատել եմ հիմնական մոդելինգի ասպարեզում եմ աշխատում։ Քանի տարեկան եք։ 24 եմ դառնում այս տարի։ Հարաբերություններ ունեցել եք։ Հա։ Ինչի ավարտվեց, եթե գաղտնիք չէ։ Չեմ կարող պատասխանել։ Գաղտնիք է։ Իսկ երկար ժամանակ եք հանդիպել։ Հա։ Մոտավորապես քանի տարի։ 2։ Բայց ինչ տվեց ձեզ այդ հարաբերությունը։ Չվստահել տղաներին, ավելի շատ։
Դե լավ, մեկի օրինակով պետք չի չափել բոլորին։ Կարող եմ մի փոքր օգնել Գայանին։ Իհարկե։ Կարիքը կա։ Մեզ է կօգնեք, դուք եք օգնել։ Սիրելի Գայանե, ձեր տարիքը, գեղեցկությունը, փորձառությունը եւ մինչեւ 23 տարեկան հարաբերություններ ունենալը, որը այդքան էլ ձեր սրտով չի ավարտվել, հիշենք, ավելի լավ է դա լինի մինչեւ 23 տարեկան, քան առաջին հարաբերությունը լինի 40+ տարիքում։ Դե հա։ Այս փորձը չվստահելու եւ այլն, դա պետք է միշտ լինի զգուշավորություն։ Վայելելը, տարվածությունը, այս ամենը ակտուալ է, բայց լավագույն փորձը դա ձեռք է բերում զգուշավորության հենքով։ Ինչպես ասում են, վստահում ենք, բայց ստուգում ենք։ Միշտ։ Դավիդյայ նո պրավիդյայ, էլի ռուսերեն։ Հա, Կարող էլի։ է։ Իսկ Գայանե ջան, ես բոլորին այս հարցը տալիս եմ, քեզ էլ եմ տալիս, որպեսզի հասկանանք ինչ տիպի տղաների ես հավանում, կասես 3 շոու բիզնեսյան քրաշեր քո համար։ Քրաշ չունեմ։ Ես էլ Քրաշ այդ հարցին պատասխանել ձեր հաղորդմանը Հա, նայելիս։ մենք մոռացել եմ հարցնել։ Մի հատ կներես Գայանե ջան, Մարիամի հարցը։ Կասես Հարցը տարա իմ դաշտ, որպեսզի դուք հասցնեք Հա, մտածել։ Դե Տիտանիկ ֆիլմը իմ տարիներին 83 թիվ եմ Հա։ եւ այդ միջանկյալ Լեոնարդո Դիկապրիոն։ Դիկապրիոն։ Ուզում եմ ասեմ, ես 97 թիվ եմ, իմ համար էլ Դիկապրիոն դեռ։ Դիկապրիոյի համար էլ ինձ թվում է 2000 Հա, ինքը։ Դիկապրիոյի համար այսօր մենք ենք քրաշ։ Ահա։ Ինչ եմ ասում։ Եվ Դենիրոն, երեքն էիք, չէ՞ միշտ հարցնում։ Եվ երրորդը։ Եւ Ալ Պաչինո։ Ես էլ եմ խնդրում Ալ Պաչինոյի Իսկ համար։ հայերի մեջից Հայ տղաներից ինչի չէի մտածել, Ահա։ այ հիմա Գայանե դա պատասխանի Ես դու մտածենք։ Փոքր տարիքում Բեն Ավետիսյանին եմ սիրել։ Ասում էի, որ մեծանամ իր հետ եմ ամուսնանալու, չգիտեմ։ Ես էլ այդպես մտածում եւ Ամերիկայում հանդիպեցի նրան, բայց ամուսնացած էր ինքը։ Ոնց քրաշ չեմ ունեցել շատ։ Հավոտ քրաշ հավատ բաքի։ Ուղղակի արտակնապես ում եք հավանում։ Սոս Ջանիբեկյան, Արթուր Ալեքսանյան, Խորեն Լևոնյան, Յուրամ Օվսիսյան, Թելման Ռոբերտ Արզուզով, Սոս Ջանիբեկյան։ Արսեն Հարությունյան։ Սոս Ջանիբեկյան։ Իսկ կարելի է վերլուծեմ քրաշի կարևորությունը երեխա տարիքում։ հա, իհարկե։ Ինձ թվում է սա ուղղակի հարց Շատ չի հետաքրքիր։ եւ ինքը շատ խորքային դրական միտում ունեցող Բայց ես մի բան ասեմ, նաև այստեղ շատ կարևոր է, ես օրինակ միշտ toxic masculinity ասված երևույթին, կներեք թարգմանա, չեմ կարող թարգմանել, toxic masculinity երևույթին ես ինքս իմ կյանքում պայքարում եմ, դեմ եմ իմ հայացքներով, բայց իմ crush-երը հիմնականում այդպիսի ինչ որ կերպարներ են։ Օրինակ ես մշտապես ասում որ Գատուզոին եմ սիրում, հա որպես ինձ crush, Գատուզոն հայտնի է թե ինչ էր անում մարզադաշտում իր ագրեսիվ պահվածքով։ Այ էս ինչ կապ ունեն Ես իրար։ բոլոր բաց կերպարներն եմ թարգմանությունը նաեւ ասենք, որտեվ կարող է շատեր ուզենան հասկանալ, կարծում եմ Զարլան նկատի ունի թունավոր հարաբերություններ, երբ որ քրաշը մկանոտ է եւ ուժը ագրեսիայի տեղ է օգտագործվում։ Այո, բայց ես գիտեմ, որ իրական կյանքում վստահաբար այդպես չէր գա։ Չէ։ Հա։ Հիմա քրաշի վերլուծությունը շատ կարևոր է, որովհետև տեսեք, թերապևտիկ դաշտում, երբ որ աղջիկը կամ տղան որևէ ընտրություն են կատարում, չհեռանալով մեր թեմայից, շատ կարևոր է այդ ամենի հիմքում ընկած նրա տեսլականը, կյանքի սցենարը, որովհետև հոգեբանները կարող են շատ տարբեր տեղեր փնտրել մարդու ընտրությունը, մինչև ընդཐུպ հայրիկի կերպար, մայրիկի կերպար, բայց շատ հաճախ հայտնաբերենք, որ հենց քրաշն է պայմանավորել նրա այդ ընտրությունը եւ այդ արտաքինի եւ գրավչության ատրակցիայից այն կողմ չի գնացել, ուրեմն մարդու խորաթափանցությունը։ Նո, հետաքրքիր էր։ Այսինքն դժվար ապրոստի գոռը իմ իդեալն է լինելու կյանքի։ Հուսամ արդեն չէ, որտեղ դա վերլուծեցին։ Երբ վերլուծից օրինակ, երբ վերլուծություն հնչում է, մարդը դառնում է ինչ սովորել ենք զգուշավոր։ Այ Գայանե ջան, քրաշերին մոտավորապես ինձ փորձեցինք հասկանալ, ինչ ակնկալիքներ կա հաղորդումից, որովհետև շատ քչախոս եք, մենք փորձում ենք ձեզ խոսեցնել, բայց սա շատ ապահով տարածք է, հանգիստ։ Մենք չենք խոսալու, որ դուք խոսեք, մենք չենք խոսում։ Ասեմ ինչ որ ակնկալիքով եմ եկել, էլի չէ։ Իսկ խանդոտ եք։ Հա, ահա որ։ Վերլուծել եք ինչու։
խանդի մեջ իբրև էմոցիա ամենակարևորը արմատները, պատճառները, դե կա հասկանալն է։ Սովորական խանդ, կա հիվանդագին խանդ։ Այդ հիվանդագինը ես չեմ ընդունում։ Բայց այս թեթև խանդել սիրում եք։ Ունեցել եմ ընկեր, որ իր մոտ այդ հիվանդագին խանդը կար։ Հասկացեք, ինչ Ընկեր ասելով ձեր boyfriend-ի մասին է խոսքը, հա։ Իրենից սովորեցիք խանդելը։ Չէ, արդեն ունեիք։ Իսկ մտածել եք, որ քանի որ խանդը ձեր էմոցիաների մեջ տեղ ուներ, դրա համար հանդիպեցիք ավելի ուժեղ մի ձևին, պաթոլոգիկ խանդին։ Բայց ես ինքս սիրում եմ, որ խանդում են ինձ։ Բայց ոչ հիվանդագին։ Հա, բայց ոչ հիվանդագին։ Դու անկում լավ, չգիտեմ։ Իսկ Դու ինքս ինքն այդ մարդուց ավելի աստղվել։ Ինձ խանդել է սիրո դրսևորում։ Օ, մենք երևի երկար կբանակցենք եւ առանձին թեմա է դա։ Կներեք, բայց ես իմ համար ռոմանտիզացնում եմ յուրաքանչյուր վատ բան, իմ մոտ ռոմանտիզացվում է, նույնը խանդը, իմ համար ռոմանտիզացված է խանդը։ Վատ բանը ռոմանտիզացնելը ավարտվում է արդյունքներով։ Հա, ոչ մեկի խորհուրդ չեմ տալի, ես 29 տարեկան դեռ հարաբերություններ Ես չունեցա, վստահ եմ, բայց 80% աղջիկներ կասեն մենք էլ ենք Նինայի նման։ Ես շատ եմ լսել, բայց իմ պայքարը չեմ դադարեցնում։ Միանշանակ Չէ, վատ բաները ռոմանտիզացնելով, նույն բռնությունը ռոմանտիզացնելով, սեփական կարծիքը շահարկելը ռոմանտիզացնելով, չէ, այդ ամենի վատ երևույթները ռոմանտիզացվելով, ինչ որ առումով իրենք ինչ որ պահի դառնում են նորմալ եւ շատ հաճախ մեդիայում էլ, հա, երբ որ մենք էկրանին տեսնում ենք մի տղամարդու կերպար, որը ասած շատ վատ վարք ունի, բայց դա ռոմանտիզացված է, մի տեսակ աղջիկների մեջ ստեղծվում է բան, որ վայ, ինչ լավ տղա է, չէ, երեխեք, լավը չի, ինքը Եվ հիշենք, որ բռնությունը ուղիղ կապի մեջ է խանդի հետ։ Հա։ Այո։ Օպսոս, դու ինչ տղա ես քո կողքին պատկերացնում, ինչ ձևի պետք է լինի, օրինակ ինչն է քո համար կարմիր դրոշակ։ Առաջին հերթին հաշվի առնի իմ կարծիքը։ Եթե հաշվի չի առնում, պետքա պարտադրել, որ հաշվի առնի, դա էլ է տարբերակ։ Դե հա, բայց պատոշ տղերք լինում են, չիմացածով պետքա լինի ու վсё։ Կանոն 1։ Եթե ձեր պահանջը տեղի չի ունենում եւ պետք է պարտադրել մի բան հիշենք, դա էլ տեղի չի ունենալու, որտեվ դուք ներկանալիս միայն մեկ անգամ ասեք, որ դա ձեր կանոններն են։ Եկեք մոռանանք մարդուն փոխելը։ Եկեք մոռանանք ինչ որ մի բան պարտադրելը, համոզել, դա կարճ կյանք ունի։ Դե պարտադրենք, հետո հաջողություն ասեմ։ Այո։ Չէ, դաստիարակելուն ես եմ կողմ, որովհետև կյանքը չափից դուրս կարճ է, որ մենք վերցնենք ինչ-որ մեկին, փորձենք վերադաստիարակել, ավելի լավ է մենք ընտրենք պատրաստի մարդկանց, այլ այդ պատրաստի մարդու կերպարը ձեր մոտ, որ ձեզ դուր գա այդ տղամարդը, ինչպիսին է, հատկանիշներ, ներքին, ցանկալի արտաքին, ինչու ոչ։ Ինքը հետաքրքիր լինի, թթված, չգիտեմ։ Վատ դեմքի արտահայտություն Հա, շփող լինի, հումոր ունենա։ Իսկ Գայանե ջան, դու տղա ընկերներ ունես։ Հա։ Հիմա եթե քո ընկերը գայս ասում է մի շփվի քո տղա ընկերների հետ, ոնց դու կվարվես։ Այն խանդոտ ընկերը, որ ունեի, իր այդ շփվելու ժամանակ ոչ մեկ հետ կարելի ասել սկսեցի չշփվել, նույնիսկ ընկերուհիներիս մեծ մասը կորան, ինքը դաժե իմ ընկերուհիներին էր խանդում, բարեկամներ, չգիտեմ։ Ընկերուհիների դեր խանդում, որ ժամանակ է շատ հետները անցկացնում, հա։ Սաղին խանդում էր, չգիտեմ, իրա մոտ հիվանդագին խանդ էր։ Էլ որ ասում է բանը, ինչ չէր շարժվում էր ու խանդում էր։ Հա, կատես։ Իսկ ձեր խանդի չափանիշներն եմ ուզում հասկանալ, եթե կողակիցը ունի աղջիկ ընկերներ, այս դեպքում ձեր համար նորմալ է, դուք էլ կշփվեք, թե նորմալ չի։ Բաներ կա նորմալ է, բաներ կա չէ։ Օրինակ, մեկը եթե ֆլիրտ չի, Ընկերներն իրար հետ համբուրվում ընկերական է, հա։ Գնացող մեծ խնդիր ասեմ քաղաքում, Գայանեին էլ համել կօգնեմ, ինքն է կհիշի այդ բոլոր դրվագները, ուրեմն այսպիսի իրավիճակ է տիրում։ Մենք տղա ընկերների եւ այլնի հետ վստահ եմ, պետք է շատ օքեյ լինենք, որովհետեւ աղջիկների մոտ դա շատ ավելի լավ է դրված, տղաների դեպքում հստակ բաժանում եմ աղջիկների եւ տղաների եւ թվեր ունեմ դրա հետ կապված, վիճակագրություն ունեմ։ Տղաների դեպքում երբ որ նա ներկայացնում է, որ աղջկա հետ շփվելը, աղջիկ ընկեր ունենալ նորմալ է եւ օրինակ Գայանեն դա կարող է նորմալ ընդունել,
որպես կանոն այդ հարաբերությունների տակից դուրս է գալիս շատ տարբեր հարաբերություններ։ Ընդհուպ միջև նրանց բաժանությունից հետո մյուսի հետ նշանադրություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Նույն ծաղիկներից միաժամանակ Չեք լսել նման դեպքեր։ Ես կարծում որ դա արդեն ընկերություն չի, մենք խոսում ենք մաքուր տղա աղջիկ ընկերության մասին։ Օրինակ մարդիկ կան, ասում են աղջիկը ու տղու մեջ չկա իրական ընկերություն, բայց ես համոզված չեմ։ Կա իրական ընկերություն կա, բայց ես այս մեծ խնդիրը, որ շատ հաճախ եմ սկսել բախվել, չէի կարող չբարձրաձայնել։ Դրա համար աղջիկներ մի քիչ ուշադիր տղաների տարբեր հարաբերություններին։ Զգուշավոր։ Շատ ինտրիգային նոտայի վրա ինձ թվում է Գայանեին ճանապարհորդենք եւ ես ճանապարհենք։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ Գայանեն ուրիշ արդեն ժամադրության ժամանակ ավելի բաց կլինի եւ ազատ կլինի։ Այո, հուսանք ոնց որ ասեցի, հա, շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր ցանկությունները, մեր պահանջները ասենք, ձևակերպենք, դե այս տրամադրվածությամբ ձեզ ուղարկում ենք կուլիսներ, որ դուք պատրաստվեք, միասին գնալու ենք ժամադրության, մենք ձեր փոխարեն կփորձենք ասենց լավ տեղին ծանոթանալ, բացահայտել, մենք այստեղ ենք, ձեր կողքին ենք, ասենց ասած տնտղել չենք ընկճվում, այնպես որ հիմա գնում ենք ծանոթանանք մեր տեխնացուների հետ։ Տեսնենք մեր առաջին մասնակիցը պատրաստ է այսպես վարդի պես բացել Գայանեի սիրտը թե ոչ։ Եվ խոսեցնել նրան, այնինչ մենք չկարողացանք անել այդ լավ։ Բարև ձեզ։ Ձեր անունը կասեք։ Արմո։ Քանի տարեկան եք։ 22։ Կպատմեք ձեր մասին մի քիչ, որտեղ եք աշխատում, սովորում եք։ Ծնունդով Մեղրիից եմ, հիմնականում մեր մոտ եմ հաղորդավարություն արել, մոտավորապես 4 տարի։ Սիրում եմ մասնակցեմ ինչ-որ թատերական ներկայացումների, պրոյեկտների, ինչու ոչ։ Արտիստիկ եք։ Այո, ինչ-որ կապված է հայկական շոու բիզնեսի հետ։ Կասես քո 3 հայ շոու բիզնես։ Չկան։ Ինչ կտրուկ է։ Չկան։ Ինչու։ Կլինեմ ես։ Դուք էլ կարող եք լինել, կարող են ձեր համար լինեն crush։ Չէ, եթե խոսքը գնում է նրա մասին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, ով որ իմ համար է լավ, ասած, հա, գեղեցկուհի դեռ չեմ հանդիպել։ Բոլորն է գեղեցկուհի են, բայց տենց տեսակ, որը որ ես եմ հավանում, դեռ չկա։ Բայց ո՞րն է այն տեսակը, որը դուք եք հավանում, մի քանի հատկանիշներ, արտաքին, հետո ներքին։ Գիտեք, աղջկա մեջ ես շատ եմ գնահատում իր հեզությունը, իր լսելու կարողությունը, այն որ ինքը կարա իր կողակցի կողքը լինի միշտ ու իրար թևու թիկունք լինեն, էլի, նույնն էլ ես կանեմ իր համար։ Ինչ է ասել է թե հեզություն։ Հեզություն նկատի չունեմ փակ աղջիկ։ Հեզություն նկատի ունեմ աղջկա կողմից գռեհիկ պահվածքը կամ նման ինչ-որ տիպի։ Ինչ է ասել է թե գռեհիկ պահվածքը։ Գռեհիկ։ Որն է ձեր չափանի։ Օրինակ որն է ձեր համար գռեհիկը։ Դե պետք է իմանա օրինակ որտեղ ոնց է ում հետ ու ոնց, հա։ Չէ, մի րոպե, իր տեղը իմանա, թե ու իմանա որտեղ։ Չէ, իր տեղը չէ։ Ասենք շրջապատում, չգիտեմ, թե ընդհանրապես աղջկան վայելա, որ ինքը իրան հեզ, սենց, չգիտեմ, չեմ ասում, փակ լինի, շփվող չլինի։ Բարեկիրթ մարդ։ Բարեկիրթ մարդ։ Գիտեք, հեզության ինչի են գործընկերներից մոտ այդ հարցերը ծագում, երևի թե նրանք էլ իմ նման օրինաչափություններ են նկատել այս խոսքերի տակ։ Իմ դիտարկումը հետևյալն է. հաճախ տղան, դուք իհարկե, եթե ես հոգեբանորեն ասեմ, լեզվի սայթակում ունեցաք, որը համարվում է սխալ գործողություն հոգեբանության մեջ, իր տեղը իմանա, հետո շտկեցիք, կեցեք, բայց ես ուզում եմ այդ սխալ գործողությունն էլ վերլուծել։ Այո, դուք ավելի անկեղծ եք, որ աղջիկը պետք է հեզ լինի, իր տեղը իմանա, լսող լինի, չափված ձևված լինի եւ այլն, որտեղ դուք արտիստիկ եք։ Սովորաբար այդ բալանսն է, որ երբ որ տղան ուզում է ինքը շատ երևա, ինքը լսելի լինի, նույն ձևով հաճախ նա չի էլ կարող իր նյարդային համակարգի բնորոշիչները թույլել չեն տա, որ ինքը նույնպես լսող լինի։ Ամենատարածված կարծիքը տղաների կողմից, ոչ թե ձեր մասին եմ ասում, շատ ընդհանուր եմ ասում,
ախր ինչի է ինձ ընդհատում, հետս տղու նման կռիվ է անում, կարա սպասի պրծնի, ես իմը ասեմ, եթե նույնիսկ վատ բաներ ասեմ, նույնիսկ բղավեմ կամ ինչ որ անպարկեշտ արտահայտություն։ Ես 5 րոպե հետո կփոշմանեմ, հոկեբան ջան։ Այսպես են ինձ մոտ կիսվում մարդիկ։ Ու ես տեսնում եմ, եթե նույնիսկ նա շոու բիզնեսից չի, ասենք բիզնես ունի, առևտուր, առևտրական ոլորտից է, մի անգամից հասկանում ես, որ ինքը շատ տեղ է ուզում զբաղեցնել արևի տակ, իսկ երբ որ կինը օրինակ շատ է երևում, շատ խոսած, շատ ժպտած, մի երկու տեղ ավել գնաց կամ ինքն է զրույցը լցնում, դա տղամարդկանց մեծամասնությանը մեր լեռնաշխարհում դուր չի գալիս։ Բայց այստեղ խնդիրը այն է, նույնն էլ թույլ ուժեղի հետ կապված, երբ որ տղաները ասում են, չգիտեմ, աղջիկը լինի թույլ, բայց ինչ չափանիշներով լինի թույլ։ Թե դու ուզում ես, օրինակ, տղամարդը ուզում է, որ ինքը ուժեղ լինի, ոչ թե ինքը լինի ուժեղ, այլ ուժեղ լինի ի հաշիվ կնոջ թուլության կամ կնոջը թուլացնելու հաշվին, այսինքն գոռալը ուժի նշան է Արմո, եթե պատասխանենք Զարայի հարցին։ Հարվածելը, ապտակելը ուժի նշան է, կեցեք, այսինքն այս մասը շատ ապրեք, որ վարքի մեջ դա հանել եք։ Եթե զույգերի մոտ կա խնդիր ու բնականաբար իրանք պետք է նստեն, քննարկեն, երկու կողմն էլ լսի ու ընդհանուր հայտարարի գան, եթե իրոք սիրում են իրար, այլ ոչ թե Բայց հեզ մարդը քննարկման մեջ ուժեղ չէ, ինքը հեզ է։ Ես պատրաստ եմ լսել։ Ուրախ եմ։ Իսկ խանդոտ եք բնույթով։ Ոչ այդքան։ Եթե գիտեմ, որ կողակիցս ինձ սիրում է, բնականաբար։ Իսկ ո՞նց է ձեր համար սերը արտահայտվում, օրինակ ձեր սիրո լեզուն որն է ու ձեր սիրելու փաստը որն է, որ հասկանա կա ինքը այս ժեստով ինքը հաստատ ինձ սիրում է։ Դե նայեք, ընդհանրապես համաձայն եմ այն բանի հետ, որ սերը իրոք փողի մեջ չի։ Դու կարաս ընկերուհուդ զուտ կանչես ինչ-որ միտեղ քայլելու կամ իրար հետ ժամանակ անցկացնելու ու իրոք այդ նյութական բաների մեջ չի էլի սերը։ Եթե դու իրոք սիրում ես, կարողանում ես արտահայտել քո սերը, պատրաստ ես իր կողքին լինել։ Հենց այդ արտահայտելը ո՞նց եք օրինակ դուք արտահայտում։ Ես գումարայինի մասին չեմ, ո՞նց եք արտահայտում։ Որ ճիշտն ասեմ, ես տենց մի քիչ աղջկա հետ շփվելուց թույլ եմ, մի քիչ ֆլիրտվելուց տենց թույլ եմ էլի։ Բայց կոնկրետ այն, որ ասենք, ես կարամ հետաքրքիր ինչ-որ թեմա գտնեմ իր հետ զրուցելու ու իմ համար ընդհանրապես, չգիտեմ, կարող է ես դրանից, ասենք, այդ թեմայից կոնկրետ, չգիտեմ, ինչի մասին զրույցը կգնա, շատ թույլ լինեմ, չհասկանամ այդ թեման, բայց կփորձեմ իր հետ խոսել այդ թեմայի շուրջ։ Ու իմ համար չգիտեմ, ինքը որ իմ կողքն է, դա արդեն ինձ հերիքում է։ Նախկինում ունեցել եք հարաբերություններ։ Ոչ։ Սա ոնց որ առաջին քայլն է, հետեւաբար ինչ ակնկալիքներ կան նախագծից։ Չգիտեմ, ճիշտն ասած, հարաբերություններ չեմ ունեցել, բայց ունեցել եմ սեր, մի աղջկա հանդեպ։ Առաջին սեր կարող ենք անվանել։ Պլատոնյան։ Ինչ։ Այսինքն սիրել եք անպատասխան հերվից։ Այո։ Ցավոք սրտի, ես երբ արդեն փորձեցի քայլեր անեմ, պարզվեց, որ ինչ որ մեկը ինձանից առաջ է անցել։ Իսկ ինչ սովորեցրեց այդ դրվագը, ինչ որ բան սովորեցրեց։ Հա։ Օրինակ։ Պետք է, եթե դու աղջկան իրոք սիրում ես ու հասկանում ես, որ չես կարող առանց իրա, պետք է քայլեր անես, ամեն ինչ ձեռնարկես ու փորձես նենց անես, որ ինքը քո կողքը լինի։ Ոչ թե իմ նման սենց սպասես, որ ինչ-որ մեկը հայտնվի կողքը։ Ակտիվ գործողություններ է պահանջում, Արմոյին մի շատ կարևոր դրվագ կուզենամ ասել, որ ինչ-որ տարիքում Արմո, երևի իմ կարիերայի սկզբում սիրո բանաձևի հետազոտություն ինձ շատ հետաքրքիր էր եւ հենց ձեր տարիքի շատ երիտասարդների հարցնելով, մտագրո անելով, ձնագնդի օգտագործելով ամեն ինչի արդյունքում մեկ բառի հանգեցինք՝ սերը պատասխանատվություն է։ Եվ երբ որ իմ սիրելի գործընկերն ասում է նյութական ռեսուրսները կարևոր չեն եւ այլն, բնականաբար շատ ճիշտ է, բայց նյութական ռեսուրսները միշտ սիրո լեզվի մեջ ուղեկցում են։ Բայց ինչ է նշանակում նյութական ռեսուրսները։ Սերը իմ թոքաբորբը չի բուժի, եթե մենք ցուրտ եղանակին դուրս գանք այգում քայլելու, Եվ կհանգեցնի խորը վեճերի, եւ կհանգեցնի վնասների։ Բալանս պետք է գտնել ամեն դեպքում։ Չնայած մի հատ բան ասեմ, ես
20 տարեկանում մտածում էի, որ սերը Դա բոլորս 20 աչքերը տարեկանում փակապ չունի, այդպիսին էինք։ բայց երբ որ դառնում ես 29 տարեկան ու դու ինքդ արդեն աշխատում ես ու քեզ կարողանում ես թոքաբոր բուժել, Կամ առհասարակ թոքաբորբ չունենալ, քեզ լավ նայել։ որ ինչ որտեղ նաև Այն նյութականը մեծ տղաների դեր ունի։ դեպքում նյութական ռեսուրսների սակավ լինելը ուղիղ կապի մեջ է ինքնագնահատականի հետ։ Արմոին ճանապարհենք եւ ասենք լավ դաս կարող են քաղել այս ամեն ինչից, սիրելի տղաներ, մի մտածեք, որ աղջիկներ այդպես հավերժ նստած սպասում են ձեզ, դուք չլինեք, ուրիշը կլինի։ Գործողություններ ա պետք անել adekvat։ Поспешишь, людей не насмешишь։ Գնացինք պա։ Հոկեբանը կոմենտ չունի։ Մեր երկրորդ մասնակիցը արդեն այստեղ է, ես մի փոքրիկ ինտրո ասեմ, ինքը ես իրան TikTok-ից գիտեմ ու ես մի անգամ իր տնազը արել եմ, հուսամ ինքը ինձանից նեղացած չի, Չէ, իհարկե։ բայց ես արդեն իրան գիտեմ, ինքը Ալենն է ու շատ գեղեցիկ երգում է, չէ՞ կարծեմ։ Դե դուք կասեք Սովորական երգում, թե երգում է, չէ։ գեղեցիկը հանենք, կատոկ եմ անում։ Ալեն ջան, ճիշտ է Նինան որոշակիորեն ձեզ ներկայացրեց, բայց ավելի մանրամասն ձեզ կխնդրեմ ներկայացնեք, եթե ուզում եք ասեք քանի տարեկան եք, չեք ուզում մի ասեք, որտեղ եք աշխատում, սովորում եք, ինչ եք անում։ 23 տարեկան եմ, ես Սևանից եմ, բայց բնակվում Երևանում, սովորել եմ Երգի պետական թատրոնում, Երևանի պետական համալսարանում, ավարտել եմ Ինչ մասնագիտությամբ։ սոցաշխատանք, Օ, շատ լավ մասնագիտություն։ բայց ես բան Գործընկերս է չեմ զբաղվում այս բաներով։ մոտավոր։ Երգով եք սպասում։ Երգով ու կողքից տես նկար հանումներով էլի։ Հարաբերություններ ունեցել եք։ Եղել եմ, բայց հիմա չէ։ Չէ, տենց եղելենով չէ, լուրջ հարաբերություն, երկարատև չասենք լուրջ, երկարատև հարաբերություն։ Չէ, տենց երկարատև չի եղել։ Ալեն, կարելի ասել, որ այդքան տարբեր ոլորտներում մտնել դուրս գալը, սկսել ավարտելը, իդեպ պատմության մեջ կարևոր կետ էր, որ նա սկսած ավարտում է։ Իսկ այսքան տարբեր ոլորտները կարելի ասել, որ դուք ձեզ եք փնտրում։ Ով է Ալենը, ինչպիսին է ինքը, ինչ է ուզում։ Ճիշտ ասած, ես միշտ տենց շատ փոքր ուժ չէ, բայց վաղուց երգում եմ։ Այդտեղ եմ իսկ պատկերացրել, սիրել եմ այդ գործը, իսկ համալսարանը էլ կողքից տենց սովորել եմ զուտ հետաքրքրությունից ելնել։ Կարողա ծնողների համար արեցի։ Նու հա, համ չէ։ Մի թևավոր խոսք կա, բայց ոչ ճիշտ։ Ընտանիքներում ասում են, դե երգը, պարը, դա քեզ վաղը միսօր չգիտենք ինչի գնա դու սովորի, նաև տենց խիստ համասարանական կրթության, բայց հետո հասկանում ենք, որ երգնել, պարնել շատ լավ ապագա ունեն։ Ճիշտ է, իմ դեպքում տենց խոսակցություն եղել է, երգը սկզբից երկրորդական էր, համալսարան առաջին, բայց հետո տենց ես աղին ասացի, որ պետք է ինի առաջին լինի։ Դրա լավ օրինակը, ներողություն Նինա ջան, դրա լավ օրինակը բժշկականն ավարտած շատ հայտնի մեր հումորիստներն են։ Ես ինքս տեղագործ եմ մասնագիտությամբ։ Ու տեսեք, դուք զբաղվում եք հիմա ձեր սիրելի գործով։ Ինչ է ուզում ասել, որ շատ դեռահասների ծնողներ նաև չծանրաբեռնեն խիստ կրթությամբ, եթե նրանք տաղանդավոր են այլ ոլորտներում։ Փոքր ինչ Դիկապրիոյին նման, չէ՞, Ալենը։ Սոներվածքով մի քիչ նման է։ Այսինքն ձեր որ Այդ նախադասությունը էլի մարդկանց են ասել։ Հա։ Այդ Դիկաբրոյի որ ասցիք էլի մարդիկ են ասել։ Քո համար ինչ չէեր կան հարաբերությունների մեջ աղջկա, օրինակ ինչը չես ընդունի աղջկա մեջ, որ միանգամից կասես, չէ, ես իր հետ չեմ ուզենա ընդհանրապես հարաբերություններ ունենամ։ Ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Ոնց ասեք։ Ձեր բառերով ոնց ուզում եք։ Դե պետք է նախ առաջին հասկանանք իրար։ Սկզբից ճանաչենք իրար, տեսնենք մենք կարող ենք շփվել։ Այդ ճանաչելու ընթացքում ինքը ինչ պետք է անի, որ ասեք, ոյ, չէ, վահ, Աստված կարոտ պահի։ Ինչ ասեմ։ Օրինակ, սոցցանցային տիրույթում ձեզ չի հետևում, չի կիսում ձեր հետաքրքրությունները, ասում են, այն ինչ դու անում ես, արժեզրկում է ձեր արած, ասում են, անկապ բան ես անում, գնա լուրջ գործ գտի։ Այդ է արդեն լուրջ է, որովհետև եթե ինքը չընդունի երգարվեստը, ինչով ես զբաղվում եմ, արդեն մենք ոնց որ դի չեն կարող իրար հետ հետագայում շփվենք էլի։ Պետք է այսքան ես իր գործը հարգեմ, ինքն էլ իմը, որ ստացվի էլի։ Իսկ դուք խանդոտ եք բնույթով։ Դենց շատ չէ, բայց հա էլի։ Չէ, բայց ինչով է կներեսնին, ինչով է արտահայտվում խանդը։ Միայնակ ընկերուհիների հետ որոշում է առանց ձեզ, նաև ձեզանից ինչ որ չափով հանգստանալ, գնում է ժամանակ անցկացնում, այսինքն ինքը ունի իր անձնական սահմանները, միայնակ ժամանակ անցկացնելու ցանկություն առանց ձեզ ոնց կվերաբերվեք այդ հարցին։ Չէ, դրան նորմալ եմ նայում, ընդհանուր առում իմ բնավորությունը,
որպես խանդոտ Ալեն, ինչ պետք է չանի Ալենի ընկերուհին։ Դե առանց ասելու տենց չգնաս դե ամենտեղ, այսինքն պետք իմանամ էլ ինքն ինչ Տեղյակ անում, Ինձ դուր եկավ Ալենի ասածը, ոչ թե առանց հարցնելու, այլ առանց ասելու, դուք կանաչ դրոշակ ունեք ինձանից արդեն։ Ալեն ջան, իսկ եթե ունենա տղա ընկերներ, դուք ոնց կվերաբերեք։ Շատ վատ։ Վատ։ Ընկերություն չեմ անի, էլի։ Ալեն, ինչու, որովհետև դուք օրինակ հարց ընդունակ եք ուրիշ ընկերոջ, ընկերուհու հանդեպ ունենալ ոչ ընկերական զգացմունքներ։ Դե իմ համար միշտ տենց ոնց որ տենց եմ էլի ես բնույթով ու դաստիարակվել եմ տենց ոնց որ մի հատ ընկերուի աղջիկ ընկերա ունենում ես ասենք իմ համար չեմ ասում էդի վատա պետք է աղջիկը շփվի որ հասկանա էլի բայց իմ համար ավելի լավ է որ այդ աղջիկը ոչ մեկի հետ շփված չլինի դեռ դուք մեզ հարցը սխալ հասկացաք մենք ասում ենք ոչ թե ինքը հայերենում ընկերը ցած երկիմաստը դրա համար հստակեցնելու համար ասենք boyfriend, հա, ինքը boyfriend դրա մասին չի խոսքը, boyfriend-ի մասին չի խոսքը, զուտ ընկերական ընկերության մասին է, ունեք ընկերուհի, ինքը ասում է ինքիմ դասանցն է եղել, մենք դպրոցական տարիներից շփվում ենք կամ ուսանողական Իմ ծնունդին պետքական չեմ, այդպիսի ինքը։ Հա, դե դա նորմալ է։ Ահա։ Ասենք, եթե ասենք դպրոցականական կուրսից է, դա հա նորմալ է։ Ես ձեր հարցը Հասկացանք, ոչինչ։ Ստացվում է։ Ալեն ջան, իսկ օրինակ դու պատրաստ ես հարաբերություններում կիսես կենցաղը քո կողակցի հետ, թե քո կարծիքով որ աղջիկը պետքա տունը մաքրի, իր ամանները լվանա, թե ոնց ես մտածում։ Աղջիկը մտածում եմ որ հա նորմալ է որ անի, բայց դա նես չէ, պետք է պարտադիր եմ անընդհատ ասեմ։ Դու պատրաստ ես կիսես իր այդ կենցաղը։ Նայած ինչ է էլի։ Դե չէ, կերել եք ձեր կերած ամանը, ընկերուհին, չեմ, կինն էլ է հոգնած եկել, դուք էլ եք հոգնած եկել, դուք կերել եք ձեր ամանը լվանալու մեջ, կարծում եմ վատ բան։ Ես տեսակով մաքուր եմ, շատ տենց միշտ ամեն ինչի, ես այդ Մայրիկն է սովորեցրել։ Մայրիկը, հայրիկը, Հրաշալի։ բայց միշտ մայրիկն է էլի գործերով զբաղվում, ուղղակի ես որտես Ալեն ջան, ես ինչպես հասկացա, դուք դեմ չեք, որ ձեր ապագա ընկերուին կամ կինը նաև աշխատի։ Չէ, իհարկե դեմ չեմ, աշխատել լավ է։ Դե այսպիսի հավասար հրաշալի հարաբերությունների մեջ ամեն ինչը պետք է լինի հավասար։ Երեխայի համար գործերը հավասար, կենցաղի մեջ գործերը հավասար, որովհետև եթե մենք բոլորը սկսում ենք աշխատել, ուրեմն աշխատում ենք միասին։ Համաձայն եք, չէ՞։ Իհարկե։ Իսկ ինչ տիպային աղջիկ ես պատկերացնում քո կողք, օրինակ ինչ ձևի պետքա լինի։ Քո առաջին green կանաչ դրոշակները էլի աղջիկի մեջ։ Համեստ։ Օրինակ համեստություն ինչով է դրսևորվելու։ Դե պահվածքով առաջին հերթին։ Ինչ պետք է անի պահվածքի մեջ, որ ասես այնքը համեստ է։ Դե ոնց ասեմ, բախշնիկան չէ, որ շատ ազատ են, սենց ինչ որ իրանց պահվածքի խոսակցության բառերի լեքսիկայի մեջ, այսինքն հիմա համար մի քիչ էդի նորմալ չի, մի քիչ չէ, լավ էլ նորմալ չի։ Հենց այդպես էլ Որ իմ ասա։ ընկերուին տենց այսինքն պետք է չափի մեջ լինի ամեն ինչ, էլի։ Իսկ ո՞րն է չափը, Ալեն։ Դե ամեն մեկի համար չափը տարբեր է։ Այո։ Ալեն, Իմ ես համար հարց եմ ուզում տալ, բայց ինձ համար Ասեք։ շատ վատ վիճակագրություն կա քաղաքում տղաների կողմից, այսինքն դուք ուզում եք համեստ, Ահա։ բայց մեկի առաջի պլան են գալի եւ համեստ աղջիկները փոխարինվում են նույնիսկ օտարերկրյա աղջիկներով։ Ինչի է այս վիճակը քաղաքում։ Ինչի են տղաները իրենց այդպիսի բաներ թույլ տալիս։ Կոպիտ ասեմ, Մարիամը շատ գեղեցիկ ասեց, կարամ ես այս չարագործը լինեմ այս հաղորդման Ահա, եւ չարագործ ձևի Հրաշալի ասեք։ վերա թողարկում ես մեր խոսքը։ Ինչի են հիմնականում տղաները համեստ աղջիկան դնում տանը եւ կայֆավատ լինում ոչ համեստ աղջիկների հետ։ Այ այստեղ ծափեր ունես։ Շնորհակալություն։ Կանաչ դրոշակ։ Դե աղջիկներն են գուցե Դե էլի կայֆավատ որպես- լինում տղաների հետ, եթե Դե դու բառը չկա, օգտագործում։ Զարջան, այդ վիճակագրությունը լինի, ես այսօր այսքան Դե մտահոգ էդի չեմ լինի։ բնավորություն էլ է, էլի։ Հիմա Նեշի։ դու այդ բնավորության Ուզում եմ տղաների մասին դու ասես, Ճիշտ ովքեր են ասա։ այդ տղաները։ Ինչի են տենց վատ պահում իրենց։ Ավելի լավ չի ժամանակ, տեսեք, մենք ասում ենք գնում են ժամանակ անցկացնում X մարդու հետ, իսկ ավելի լավ չի կյանք եւ ժամանակ անցկացնել հենց այն մարդու հետ, որին ընտրել եք եւ ձեր սիրելի մարդու հետ ավելի հաճելի չի ամբողջ ժամանակ անցկացնել։ Իհարկե, դա ուրիշ ժամանակահատված է, սիրած մարդու, իսկ ձեր ասած այդ կայֆավատ լինելը բան, դա արդեն ուրիշ է։ Բայց դե եթե պետք է հասկանաս, էլի տարիքդ եկել է այն պահը, եթե գիտակցականդ ներում է,
Մի րոպե թե ամուսնանալու ժամանակն է, չէ, նայած մարդու մոտ։ Չէ, նայած մարդու մոտ չէ, ձեր սուբյեկտիվ ստանդարտները։ Ամուսնանում են իմ ասած վարքը շարունակում են, հետո ինձ սենյակում ասում են, ես առանց հասկանալ եմ ամուսնացել։ Հետաքրքիր է Ալենը։ Այո, ապրեսալեն։ Ոչ շուտ հենց անկեղծ խոսում եմ։ Շատ լավ, շատ լավ, բայց ինչ որ բաներ, հակասական ինչ որ տեսակետներ լսեցինք, համենայն դեպս իմ համար հակասական։ Բայց հեսա կտենանք ժամադրության։ Այո, դա է ուզում ասել, որ մնացածը արդեն ժամադրության ընթացքում པարզ կդառնա։ Ալեն ջան, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, կխնդրենք ձեզ կուլիսներում սպասել։ Ալեն, ձայնալարերը պատրաստի, որովհետև հաստատ ժամադրության ընթացքում երգելու է։ Ես մի հատ երգել եմ հանել, ճամփաները, չգիտեմ, թե լսել եք։ Հեսա ժամադրության ժամանակ կլսենք։ Իմ ձեռքում արդեն երկու շատ կարևոր դրոշակներ են, եւ դա նշանակում է, որ մենք եկել ենք ժամադրության, Արմոյի եւ Գայանեի։ Դուք շփվեք, ձև թափեք, որ մենք այստեղ չենք, մենք կլսենք եւ կհասկանանք, արդյոք դուք համապատասխան զույգ եք, թե ոչ։ Հուսանք Գայանեն այս անգամ ավելի ակտիվ կլինի, կախված է նաև Արմո ձեզանից։ Ցավոք նա ասել էր, որ ֆլիրտ անել այդքան չգիտի, բայց արխային։ Սա եկեք շփվեք արդեն, մեզ մի նայեք։ Ո՞ր Գայանե ջան։ Բարև ձեզ։ Ինչպես հասկացար, անունս Արմո է։ Իմը Գայան։ Սկզբից կուզեմ մեր նախասիրությունների համար նախասիրություններից խոսենք, թե ինչ ընդհանրություններ ունենք ընդհանրապես մենք։ Օրինակ ինչ ես սիրում անել ազատ ժամանակ։ Պարով սպորտով զբաղվեմ, ֆիլմեր դիտեմ ու շատ սիրում եմ ման գալ։ Ասեմ, որ սպորտը ես էլ եմ սիրում, սպորտն ու կինոն։ Այդ առումներով համապատասխան ենք ու ընդհանրապես սպորտը իմ համար մարդու այն ամենաբարձր միջոցն է, որ ինքը ոչ թե ես ասել է, այլ ինքը սիրում է իր անձը։ Իսկ ինչ հոբիներ ունես, չգիտեմ, ինչով ես զբաղվում ընդհանրապես։ Հիմնականում զբաղվում եմ մոդելինգով։ Այստեղ շատ լավ է, ես էլ դերասան, ինքը մոդելինգ։ Աշխատում ես, հա, ասեցիր մոդելինգով, թե։ Իսկ ուրիշ չգիտեմ։ Ուրիշ աշխատանք կողքից ֆլորիստիկա։ Ֆլորիստիկա։ Գայանե ջան, դուք եք ընտրողը, դուք էլ հարցեր տվեք, ձեր համար բոլոր հետաքրքրող հարցերը կարող եք տալ եւ բացահայտել Արմոին։ եղեք Նինայի պես, ընտրեք դուք։ Ազատ ժամանակ դուք ինչով եք զբաղվում։ Էլի նույնը ֆիլմեր դիտել, սպորտով զբաղվել, երգեր եմ շատ սիրում, ահա որ կոնկրետ ինչ որ տեսակ չկա, հիմնականում մելոման եմ, ամեն տեսակի երգել լսում եմ։ Իսկ աշխատանք Աշխատանք կոնկրետ աշխատանք չունեմ։ Ո՞նց եք գումար աշխատում։ Ոնց եք գումար աշխատում։ Դեռ իմ համար առաջնայինը կատարելագործեմ իմ մասնագիտությունը, եթե առաջի տենում դնում ես փողը, հնարավոր է դու շատ բան կորցնես, բայց եթե առաջի տեղում դնում ես դու քո մասնագիտությունը, որ կատարելագործվես այդ մասնագիտությանդ մեջ, փողը սկսում է արդեն ավտոմատ գալ։ Ոչ միշտ է ժամադրության ընթացքում հնարավորություն լինում հոկեբանի ներկայությունը կողքից, դա շատ մեծ առավելություն է։ Եկեք ինչ-որ sense, չգիտեմ, թեստի ձևաչափով կամ դուք առաջարկեք, փորձենք։ Ինձ համար շատ կարևոր փուլ է նաև, որ կա թույլտվություն միջամտելու, որովհետև ես շատ երկար տարիներ ասում եմ ամենակարևոր թեստը պետք է արվի հենց այս պահին, որպեսզի համատեղելիությունը հասկանանք։ Դուք պատրաստ եք օրինակ, առաջին անգամ են Գայանեն եւ Արմոն հանդիպել, տեսնել ինչքանով եք դուք համապատասխան։ Հետաքրքիր է շատ։ Լավ։ Պատրաստ եք թե ոչ։ Ձեզանից պահանջվում է մի քանի վայրկյան լուռ նայել իրար։ Եվ լսել իմ ձայնը։ Երբ որ իրար նայում եք, իմ ձայնը լսում եք, գլխով նշան արեք։ Շատ լավ։ Նայում եք իրար, Գայանե, ինձ մի նայեք, շարունակեք Արմոյին նայել, ես հիմա ձեզ տալու եմ փոքրիկ առաջադրանք երկուսիդ, բայց հերթով եմ հարցնելու։ Գայանե ջան, այս պահին փորձիր կռահել, ինչի մասին է մտածում Արմոն, երբ նայում է ձեզ։ Արմո, ուշադիր նայիր Գայանեին եւ փորձիր հասկանալ ինչի մասին է մտածում Գայանեն, երբ նայում է ձեզ։ Դա կարող է լինել հարց, դա կարող է լինել ինչ որ մի հատ մի քիչ առաջ անավարտ գործ, ցանկացած բան, ցանկացած համընկնում պատահական չէ։ Համատեղելիությունը սկսվում է
ներքին մտքերը կարդալուց եւ ճանաչելուց։ Հաշվում եմ միջև 5-ը, գնացինք։ 1 2 3 4 5 Գանե, ինչի մասներ մտածում Արմոն, ըստ քեզ։ Ես բարդ բնավորություն ունեմ, թե չէ, աչքերից նայելով, չգիտեմ։ Շնորհակալություն։ Արմո ճիշտ էր Գանեի միտքը։ Ոչ։ Ոչ, ինչ էիք դուք մտածում։ Դեռ իրականում փորձում եմ վերլուծեմ իր տեսակը ու հասկանամ արդյոք համապատասխանենք մենք իրար։ Այդքան է հեռու չէր, ուղղակի բառերն էին տարբեր եւ բնականաբար ինչի մասին էր մտածում Գանեն Արմո երբ նայում։ Ըստ ումա նույնն էլ ինքը, որովհետեւ առաջի հանդիպման ժամանակ ընդհանրապես երկու կողմն էլ փորձում է վերլուծի դիմացինին, հասկանա արդյոք իրենք համապատասխան են թե ոչ։ Շատ լավ, Գանե ջան համընկնում է Արմոյի միտքը։ Մենք համատեղելիության փոքրիկ ցուցանիշ ունենք եւ 0.0001% ու ամենակարևորը մեր շունչը պահած սпасելն էր։ Ես իմ սրտի աշխատանքը լսում էի, չգիտեմ ինչի, երևի մտքում սպասում էի, որպեսզի դուք նույնը կռայեք։ Հանձնարարություն տալը հեշտ է, բայց պատասխան ակնկալելը շատ դժվար է։ Երկրորդը մի փոքր ավելի աշխուժ է լինելու, համել ձեր մոտ այդ առաջնային էֆեկտը դրանից կկոտրվի։ Լավ։ Կալասկոնցի պետք է տան։ Չէ։ Հիմա ամենակարևորը իրար պետք է ուղարկել բարեմաղթանք մտքով։ Չէ՞ որ մենք բոլորս ասենք, ես կամենում եմ, որ Զարլան երջանիկ լինի, ուզում եմ Նինային միշտ ուրախ տեսնեմ։ Տեսեք, բարեմաղթանք, բայց բարեմաղթանքը ուղարկում ենք այս հաղորդագրությամբ։ Ձեր ափերն եմ խնդրում, աղջիկներ։ Այ այսպես, իսկ դուք միմյանց այսպես եք բռնելու, ձեռքերը հպեք եւ կունենանք նաեւ ֆիզիկական փոքր կոնտակտ։ Դες սառոճկան այրվում է, մի քիչ մուրը կարող ենք վերել։ Այրվում եմ ես։ Չէ, կարող այսպես, բայց տենց չանենք, չէ։ Շատ լավ։ Բայց ինչ հավես է, ես կուզենամ, ես կարող եմ սա գրանցեմ։ Գրանցեք։ Եվ հիմա իրար ուղարկելու եք բարեմաղթանք, սիրելի Գանե եւ Արմո։ Նայում եք իրար, ես ինչպես գիտեք, հաշվելու եմ մինչեւ 5-ը։ Մտածեք բարեմաղթանքը միմյանց։ 1 2 3 4 5 Գանե Արմոն ինչ ուղարկեց քեզ որպես բարեմաղթանք, ինչ իմպուլս ստացար Արմոից։ Չեմ գորես։ Չեկավ իմպուլսը։ Ոչինչ, այսպես էլ է լինում։ Արմո ջան։ Ինքը ինչ ուղարկեց ինձ, հա։ Այո, ինչ իմպուլս, ինչ բարեմաղթանք ուղարկեց քեզ։ Չգիտեմ ճիշտն ասած։ Չունենք։ Սա շատ ժեստերի կարևոր կներեք, ժեստերի լեզվով եթե նայենք, ինչի է այսպես մեկը ձգված է, մեկը իր դաշտում է, դա ինչ որ բացատրություն, թեկուզ անգիտակցական մակարդակով։ Մենք դա կբացատրեինք իբրև անձնական տարածք, բայց այս զույգը հրաշալի ձևով սեղանը ուղիղ կիսել է, այսինքն հենց մեջտեղում են նրանք հանդիպել եւ կա ֆիզիկական պարամետրը, Գանեի ձեռքը ավելի կարճ է, քան Արմոյին է եւ դա մեր վերլուծության արդեն չի ենթարկվի, բայց բարեմաղթանքների համար ձեզ կարմիր դրոշ սիրելիներ։ Առաջի փուլը անցած, երկրորդ փուլը չանցած։ Կարող եք շարունակել այս կետից։ Հետաքրքիր է ձեզ համար Արմոն։ Հա։ Բայց ընդհանրապես չի երևում։ զգացվում։ Անկեղծ չի զգացվում։ Ձեր երկուսի սիրելի գույնը միաժամանակ ասեք։ Կանանչ, սև։ Ձերը Արմո։ Սև, սպիտակ, գույնավոր չէ։ Ահա։ Ձեր համատեղելիությունը 10-ից այս փուլում գնահատվում է 3-ից 4, այո, բայց սա ընդամենը առաջին փուլն է։ Նախատ կգնաք երկրորդ ժամադրության իրար հետ, թե չէ։ Անկեղծ պատասխանեք։ Կարծում եմ հա։ Ես էլ։ Շնորհակալություն Արմո ջան, հիմա ձեր տեղը պետք է զիջեք արդեն Ալենին, ժամադրությունը մենք էլ Գայանեի հետ միասին շարունակելու ենք Ալենի հետ։ Հուսամ կհանդիպենք։ Միասին։ Կանաչ դրոշակով Կամուրջ ճանապարհ ենք։ թողեց։ Այս խիզախության մասին է խոսքը Արմո։ Կամուրջ թողեց։ Սա է խիզախությունը։ Ալենը արդեն այստեղ եկել է ժամադրության, Գայանեն նրան սպասում էր, բայց հուսանք մեզ ժամադրության ընթացքում եթե լինի, այդպես չի լինի, դուք կարող եք արդեն շփվել, ինձ մի նայեք։ Ալենը սպիտակ աթոռով է եկել ժամադրության։ Եվ սպորտային համազգեստով։ Ես սորտը շատ լավ է։
Ոնց եք։ Լավ դուք ոնց եք։ Լավ։ Ինչով եք զբաղվում։ Մոդելինգ, սպորտ, բար։ Իսկ դուք։ Ես երգում եմ, համալսարան եմ սովորել, բայց Ալեն, քանի երգում ես, մի հատ քանի արի սկիզբը եկեք սենց եք պայմանավորում։ Չէ, եթե չանեք, դուրս եմ հրավիրելու բոլորին այստեղից։ Միտի ճորը դուրս է, հենց դուրս։ Չէ, եթե հիմա խնդրում եմ Ալենը երգում է, դու պարում ես։ Վերջ։ Դու պարուհի ես, պետք չի ամաչել։ Կարող է ինչ որ ռեժիսոր նկատի, օրինակ ես համոզված եմ Տարանտինոն մեզ նայում է եւ քեզ վերցնի որպես իր ֆիլմերում դերասանուհի։ Լավ բաները հենց այսպես են ստեղծվում։ Լսեք նույնը։ Ալենը երգում է, Գայանեն պարում է։ Վերջ։ Բայց ինչ երգ եմ։ Պարելու երգ։ Որը ուզում Մի ես։ րոպե ձեր երգը ինչպես էր կոչվում։ Ճամփաներ, բայց Ճամփաները ես երկու մի քիչ պրեմիերա պարելու չի, տենա տանգո եմ պարում, դա ծուրակ չի։ Ոչինչ, ոչինչ։ Գայանե ջան, բայց եթե դուք չեք ուզում, հանգիստ ասեք ոչ։ Ինքը հասկանան։ Ալեն, քեզ մի հատ կարմիր դրոշակ ցույց տամ, որ նաև հետո ավելի հարթվի։ Երբ որ Գայանեն դուքով էր խոսում, իմ ակնկալիքներ միգուցե, որ մի անգամից չտկեր ասել, անցնենք դուի, որ ավելի անմիջական շփվի։ Դա չէ։ Էզմեյանի արդեն պրոստը երկի անցած։ Չասրի։ Ես ասեմ, Ալենը ուղղակի չֆիքսեց դա։ Եկեք տենց վերածենք, ես չունեմ։ Բարի է Նինան։ Բայց Ալենը հիմա երգում է եւ Գայանեն պարում է։ Եթե այս կոմբոն չեղավ, ես դուրս եմ հրավիրելու ձեզ։ Նինո, բայց կարողա չի ուզում, չստիպեն։ Եթե չի ուզում։ Բացատրի ինչ կա չուզելու։ Դե լավ Ալեն, արդեն մենք ենք ձեզ համոզում։ Հրավիրեք պարելու կամ Նինա հանգիստ։ Լավ, թող ինքը սկիզբը երգի։ Գնա։ Դու Գայանեն նստում է այստեղ, գնա իմ տեղը նստի, ես քեզ, Ես այստեղ նստում եմ, ես քեզ սովորացնում եմ ինչպես պետք է Գայանեին հրավիրես տանգոյի, օքեյ։ Մի հատ ասա, որ ինչ երգացանք ունես։ Իմը ճամփաներն է։ Մի հատ երգի հասկանանք այդ երգը արժի։ այդքան լսեցինք գոնե մի Ճամփա, երգի։ Եկել եք այդ երգից եք խոսում։ Ճամփաներ դուք մեզ տարեք հասնեք։ Չէ, արի փոխենք, լավ երգա, բայց տանգոյի համար չի։ Բա ինչի համար է։ Չէ, դե Աստված բանեխի դեմար չի։ Չէ, նայ, բանը։ Տխրելու համար է։ Նինան ռոմանտիկ երգ է Հա, պահանջում։ ես Դերա ռոմանտիկ։ ճամփաներ տարեք Բա սիրո, իմ արև սիրում եմ խենթի պես, բայց ինչ է։ Հələ երգի։ Ճամփաներ դուք մեզ տարեք հասնենք լուսնին, որ սերը մեր աստղերին պատմենք։ Հիմա շատ լավ է, այս արդեն ունենք։ Մոտիվացնում ենք Ալենին։ Ապրես ունենք, ահա, հիմա նայ։ Այս մասը Չեն կտրել։ Հիմա շարունակի։ Շատ լավ ես երգում։ Հիմա նայ։ Դու սենց երգելով վեր կաց, ես քեզ ասում երգ։ Հերախոսը թող ոչ ոք չի գողանա։ Հիմա երգելով, երգի։ Լայլե Չէ, երգի։ Երգի, դավայ, դիաֆրագման պահում ենք, երգում ենք։ Վերև ավելի, վերև։ Բախում ես ինձ։ Չէ։ Չեմ կծում։ Всё։ Գնաց, երգի մի հատ։ Ճամփաներ դուք մեզ տարեք հասնենք լուսնին, որ սերը մեր աստղերին պատմենք միասին։ Ճամփաներ դուք մեզ տարեք հասնենք լույսին, որ հյուսենք տորսեր մեզ երկուսիս։ Ձեզ կանաչ դրոշակ, կարող եք արդեն նստել ժամադրության սեղանի մոտ, իրականում ես կանաչ դրոշակ ցույց եմ տալիս ձեր համարձակության համար, որ համաձայնեցիք, պարեցիք, դուք էլ ձեր կողմից երգեցիք, որովհետև դա հեշտ բան չէ, հիշեցնենք, Համապատրաստից երգեցի։ Համապատրաստից, չէ, շատ գնահատելի է, շատ ողջունելի է երկկողմանի, դա իրոք sense համարձակություն է։ Համարձակությունը միշտ գնահատվում է, չէ՞ Զարա։ Բայց հա, բայց ուղղակի կարող է էլի հուզմունքից էր, դուք չուղեկցեցիք Գայանեին, մինչև այսպես Խառնված էի պրոստը։ Գիտեր ու ուղեկցերից թե Գայանեն, ես շատ ընկա բայց հավատացեք ձեր լավի համար է մենակարևորը։ Բայց մեր սիրելի հետևորդներին ասենք, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը Նինայի նման զույգի մեջտեղում չլինի անգամ լավ իմաստով, որովհետև զույգը պետք է ճանաչի միմյանց։ Չէ, այստեղ դուք խնդրում եմ ինձ օգնեցիք, պաշտպանում եմ։ Ես իրենց օգնեցի, տեսակ, բայց ինչքան հավես էր։ Ալենը փորձ ունեցավ գեղեցկու ու բայց իմ հրավիրել։ փորձը տառապանք ունի, որ զույգերը գալիս են ու ասում են, որ մեզ շատ օգնում են եւ այլն, բայց տեսնում ես, որ այդ օգնության տակ ի վերջում վեճն է շատ։
Դրա համար ճանաչեք իրար։ Հիմա Ալեն, ինչ նախաձեռնությամբ հանդես կգաս, որտեվ ես քո համար հանձնարարություն ունեմ։ Ինչ հանձնարարություն։ Չէ, դե մի պայման կապի, դուք շարունակեք, ես մեջտեղում կասեմ։ Հետո, այ երևի։ Հա, խոսեցեք։ Հա դուք ասիք մոդելինգով եք զբաղվում, բայց դուք հա թողենք դուրի անցնենք, էլի, հա, տենց Կարևորը սովորելն է։ դուք բան ձևական։ Ապրես, լավ էր, ոչինչ։ Բնավորությամբ հանգիստ մարդ ես։ Չի ասի։ Հիմա հանգիստ եմ, բայց միանգամից կարամ բռնկվեմ։ Լավ, ինչից ես բռնկվում։ Դից ինչ-որ շփման մեջ կարող է այդ պահին ինչ-որ մի բան դուրս չգա, միանգամից դրանից բռնկվեմ։ Ինչ պետք է լինի, որ բռնկվես։ Դե ես իմ հետ կապված շփման մեջ, ասենք ինչ-որ մեկ էս շփեմ, Բայց դա վախենալու է, ես Ջոնսոնը միանգամից կոտի ունեցել։ Իմ դրոշը կարմրեց։ Իմս կանաչա դեռ, հետո։ Չասի, դե ուղղակի էլի ո՞նց է մարդիկ տենց տականում բռնկվում, տենց էլի։ Օրինակ ինչը կարա, ասա, օրինակ ինչը կարա քեզ հունից անի։ Ինչից է շուտ հունից դուրս գալիս։ Շատ անկապ խորհուրդներից։ Օրինակ, որ ինչ-որ աղջիկ ես հունից հանում է, ոնց կարա հանի։ Դե ամեն աղջիկ իր ձև ունի։ Օրինակ, ես հիշում եմ Ալենի հետ նախնական զրույցից, խանդի մասին հարցեր կար, որ պետք է դուք տեղյակ լինեիք, մենք է կանաչ դրոշ, չէ՞, ցույց տվեցինք։ Դիցուկ Գայանեն, Օրինակ խանդոտ ես, հա։ Շատ չէ, բայց հա։ Հան այն հիվանդագին խանդը։ Չէ, դե հիվանդագին չէ։ Այդպես չէ, բայց նորմայի մեջ է, չափի մեջ է։ Դա, այսինքն ինչ որ իրավիճակ ասեք, ես դա էի ուզում անել, բայց դուք ասեք։ Գիտեք ոնց։ Օրինակով ասեք։ Օրինակ թոստուգի ուրիշ ձև։ Ոնց։ Հիմա ֆլիրտանի օպերատորի հետ հասկան։ Որ իրավիճակում խանդես։ Իրավիճակում, երբ որ շատ կարճ հակնի իմ ընկերուն առանց ինձ ասելու, էլա դու ֆռ ասենց ոնց ասեմ, էլի որ։ Իսկ որ քո հետ է կարճ հագնված։ Իմ հետ է, բայց դե չափի մեջ էլի, չեմ ասում կապ Իսկ չունի։ որն է չափը, Ալեն։ Դե իմ համար չափը ես գիտեմ։ Ալեն, դիցուկ անցել է 5 տարի եւ դուք հայտնի երգիչ եք։ Ունեք բազում երկրպագուհիներ, այն որ գոռում են Ալեն ու խելագարվում են ձեզ համար։ Գայանեի պահվածքը ինչպիսին պետք է լինի։ Դե ինձ թվում է ինքը պետքա նորմալ նայի դրան, որտեվ դե ես ընտրել եմ այդ ոլորտը, դու էլ մինչև իմ մեջ շփվել է, իմացել ես ինչով եմ զբաղվում էլի, եթե դու ընդունել ես, ուրեմն նորմալ է ամեն ինչ։ Ամենավտանգավոր նախադասությունը սիրելի հետևորդներ։ Գայանեն ոնց որ ասացիր կարճ չհագնվի։ Օրինակ, կուզեիր քո ընկերուին մոդել լիներ, ու մոդելները հիմնականը բաց են հագնվում։ Չէ։ Գանեն մոդել է, Ալեն Գանեն մոդել է։ Հա, բայց այս մարդը չի ուզում, նորմալ չի ըստին։ Ոչինչ չէ, անկեղծ ասում եմ։ Հա, չէ, շատ լավ է։ Ես կարող եմ բացատրել ինչը խափում է։ նորմալ չէր այս զրույցի մեջ, ոչ թե Ալենի եւ Գայանեի մոտ, այլ ինչը նորմալ չէր, ինչը նաեւ շատ տարածված է։ Այն որ մինչ մեր միասին լինելը դու իմացել ես, օրինակ ես մոդել եմ, դու իմացել ես ես երգիչ եմ, եւ դու պետք է այդ պայմանին ընդմիշտ լինես գերի։ Տեսեք, գերություն հարաբերությունների մեջ չպետք է լինի, որովհետև այդ նախադասության տակ հաճախ ընկած են լինում նաև բոլոր տեսակի կարմիր դրոշակները, այսինքն նույն բաց հագուստը դառնում է վարքի այլ ձևեր եւ նույն երկրպագույների հետ հաճախ շփվելը տարբեր վայրերում դառնում է վարքի այլ ձևեր, որտեվ եթե մի բանը մասնագիտություն է, դա ուրիշ է, բայց կարևորը դա չտրանսֆորմացվի եւ դառնա վտանգ։ Համաձայն եմ, Գայանեին կուզենայի ես լսեի այն մասով, որ երկրպագուհիներ կլինեն, այ նշեց Ալենը, որ դու ինքը գիտեր, պետք է իմանա, հետաքրքիր քո վերաբերմունքը, դա վեճի առարկա կարա լինի, որ անծանոթ երկրպագուհիները, չգիտեմ, գրում են ակտիվություններ։ Չէ։ Ես շատ լսել եմ, որ շատ մարդիկ այս փուլի չեն, հետո դարձել է ուղակի պատերազմ, այն էլ շատ կրքոտ։ Դրա համար այս փոքրիկ նախազգուշացում իմ տեսածից եւ լսածից։ Բայց ինչի՞ չէ, հետաքրքիր է։ Նշեցիք, որ խանդոտ եք։ Հա, բայց դրանից չեմ խանդի։ Բա ինչ պետք է անի օրինակ, որ խանդես։ Եթե այդ տվյալ մարդկանց հետ ինչ-որ շփման մեջ, հա։ Դե երկրպագուհի Այգայանե ջան, դու չգիտեիր, որ ես դառնալու եմ Դե երգիչ։ հա, երկրպագու է, բայց իրանք իրար չեն շփվում։ Մարդես մի ամետ կարող գա մեր շուկի քաշի գլխից տանի։ Գայանե, տեսար, ապրես Ալեն, որ անկեղծ էիր, հաշվի առեք խնդրում եմ, որտեվ սա ուղղակի
Ալենը փորձեց լինել անկեղծ։ Բայց ես Գայանեին հավատում եմ, որ ինքը իսկապես կարող է եւ չխանդի, ավելի ուրիշ վերաբերմունք ունենա եւ ակնկալի նույն վերաբերմունքը նաեւ Ալենից իր Ես մի կյանքի բանի հանդեպ։ մենակ չեմ հավատում, որ Ալենը հարցը Ալենը չի, որ արդեն շոու բիզնես գնացող մարդը այդ չափը կկարողանա ճիշտ պահել, եթե այս փուլում այս վերաբերմունքը ունի։ Կգնայիք երկրորդ ժամադրության իրար հետ։ Ես հա։ Դու Գայանեի պատասխանը դուք մի լսեք, Գայանեի հետ մենք արդեն առանց ձեզ կխոսենք եւ չեմ լսում, լավ է։ Ոչ, առանց ձեզ կխոսենք եւ կհասկանանք Գայանեն ձեզանից ում է ընտրում։ Կարամ հելնեմ դու ասի հետ նորից ժամադրության։ Ախ այն գախնի իմպուլսները, սիրելի գործընկերներ։ Ով էր քեզ ավելի հոգեհարազատ Գայանե։ Արման մի քիչ ամանչ կոտեր։ Դա գրավիչ հատկանիշ է ձեզ համար, թե հակառակը։ Կարծում եմ ինքը կամերաներից դուրս իմ հետ ավելի լավ կշփվեր։ Ես արդեն գրահում եմ։ Գախնի իմպուլսները։ Ամեն բարագայում արդարացրեց ինքը Արմոյի համեստությունը։ Ինքը ավելի ռիսկով էր, ինքնավստահ։ Չէ, Ալենն էլ էր ռիսկով, ինքը քեզ հրավիրեց գեղեցիկ բարի։ Քո բազմաթիվ պնդումների եւ հորդորներ տեղը։ Հումորը։ Իմ տեսանկյունից Արմոն ներկայացավ փակ, բայց եթե ես եմ նայում ավելի բաց էր։ Օ։ Ալենը ավելի բաց էր, բայց Ալենին չճանաչեցի։ Հասկանում։ Թույլ չտվեց որ ճանաչենք իրեն։ Այո, այսինքն լռության մեջ հաճախ կարող ես մարդու մասին ավելին հասկանալ, քան Ալենի մոտ, որտեվ Ալենը արտիստ էր եւ իսկապես Նինան շատ օգնեց Ալենին։ Իսկ ինքը հրաշալի երգում էր, կարող էր իրեն լրիվ այլ կողմից դրսևորել։ Կարծում եմ Ալենը այնքան չէր կարող տեսախցիկներից բարդույթավորվել, ինչքան Արմոն։ Դրա համար ինձ համար Արմոն ավելի ճանաչելի էր։ Շատ հետաքրքիր ճիշտ բան ասեցիք։ Հիմա լսենք արդեն Գայանեի կարծիքը։ Եվ Բարաբանն է դրոպ, Կարող եք ոչ մեկին էլ չընտրել։ Նաեւ։ Նաեւ դա էլ է տարբերակ։ Ձեր որոշումը։ Համեմատություններ եմ անում։ Ահա, Մենք սպասում ենք։ 10 վայրկյան ունեք։ 10, 9, 8, 7։ Ես ժամադրության գնայի առաջին տղու հետ։ Արմոն էր առաջին տղան։ Դե ինչ, սիրելիներս, ինչպես կասեին փիլիսոփաները, ավարտվեց մեր Յուրաքանչյուր սկիզբ ունի իր տրամաբանական ավարտը։ Մենք Մարիամին շատ շնորհակալ ենք, որ այսօր շատ հետաքրքիր էր անկեղծ։ Մենք Ձեզ կանաչ դրոշ ձեր աշխատանքի համար, ձեր ողջ ստեղծագործական մեծ թիմին։ կոչ էին գովացել դեռ այսքան։ Ես շատ դրական եռանդեքներ իմպուլսներով եմ գնում եւ ինչպես սկզբում ասեցի, ձեր ամեն մի եթերը շատ մարդկանց համար կլինի շատ ուսուցողական։ Ես կհետևեմ ձեզ։ Եթե հոգեբանն է նման բան ասում, մասնագետը մեր ինքնագնահատականը որպես այս հաղորդման հաղորդավար, էլ ոչ մեկ չի կարող փչացնել։ Այո։ Իսկ եթե դուք ուզում եք ժամադրվել եւ ունենալ հետաքրքիր ժամադրություններ մեր հետ, անպայման գրեք մեր Telegram ալիքին եւ դուք կարող եք գաք եւ գտնել ձեր սիրուն։ Ձեզ էլ շնորհակալ ենք, մինչ նոր առաջին ժամադրություններ 3 ավելորդների հետ։